Այսօր Երևանում դժվար է գտնել մի արձան, որը չունենա լվանալու կամ արտաքին վերանորոգման կարիք։ Իսկ Երևանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունից Ամեկ+-ին տեղեկացնում են, որ մայրաքաղաքում արձանները լվացվում կամ բարեկարգվում են միայն այն ժամանակ, երբ զգացվում է դրա անհրաժեշտությունը։ Թեև արձանները փոշու եւ կեղտի մեջ կորած են, սակայն Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինն այն դեռ չի նկատում։ Մինչդեռ բացարձական ուշադրության մատված Երևանին եք դուք ասում, այլ շրջաններում դու տեսնեք ինչ վիճակ են մեր ճարտարապետական ուշարձանները։ Տարվա համար համալիր ծրագրեր մշակեն ու կյանքի կոչեն, աստիճանաբար կյանքի կոչեն, թե չէ ինչ որ սպասես մի բարեգործ, բարերար կամ մի հատ գործանի դրանով հարցի լուծում չի լինի։ Քաղաքացիների կարծիքով մեր հուշարձանների նկատմամբ անտարբեր է ոչ միայն քաղաքապետարանը, այլև ողջ իշխանական վերնախավը։ Հուշարձանների մասին ուշադրություն դարձնող չկա։ Հովիկ Աբրահամյանի համար հուշարձանը ինչ հուշարձանը, ոչ մի բան չի հետաքրում։ Մաքրել է պետք եւ չի կարելի ուշացնել ժամանակ ունի։ Ամեկ+-ի այն հարցին, թե վերջին անգամ որ արձաններն են բարեկարգվել, քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունից որևէ արձանի անուն չնշեցին։ Փոխարենը գրավոր հայտնեցին, թե վերջին տարիներին վերանորոգվել են Խաչատուր Աբովյանի եւ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանների պատվանդանները եւ շրջակա տարածքը։ Եթե տուրիզմ եք ուզում զարգացնել, տուրիզմը հենց սա է։ Ամեկ+-ի գրավոր հարցով պատասխանի արդյունքում Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում է, որ այժմ ընթացքի մեջ են Կոմիտասի անվան Պանթեոնի տարածքում գտնվող հուշարձանների եւ տապանաքարերի, ինչպես նաեւ Վահագն Վիշապաքաղի, Հովհաննես Շիրազի, Գրիգոր Նարեկացու, Վահան Տերյանի եւ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանների ու պատվանդանների վերանորոգման աշխատանքները։ Իսկ թե այդ աշխատանքները երբ ավարտին կհասցվեն, որևէ խոսք չկա։ Հասմիկ Կիրակոսյան, Հասմիկ Ֆարոյան, Հովսեփ Հովսեփյան, IPV